Մանկությունից առաջին հիշողությունը որն է։ Բակում Ժիգուլի ունեինք դեղին գույնի ու շատ հստակ հիշում եմ, որ պահմատոցու ժամանակ տենց թաքնվել էի Ժիգուլու մեջ, որտեղ շատ հագուստներ կար լցված ու ետևի պատուհանից նայում էի դուրս, բայց ամենահետաքրքիրն էր, ու ինչն եմ հիշում, որ պատուհանի ներքևի հատվածում սատկած մեղուներ կային ընկած։ Ինչի համար էին ձեզ ամենաշատը գովում փոքր ժամանակ։ Ճիշտ ասած չէին գովում։ Ինչի համար էին ամենաշատը նկատողություն անում։ Այդպեսին էլ տենց որպես նկատողություն չեմ հիշում։ Երևի ուշ տուն գալու համար։ Բայց ինքը նկատողություն չէր, ուղղակի ավելի շատ, որ մյուս անգամ ադավայ ավելի շուտ արի, որ դե այն ժամանակ հեռախոսում քիչ խնդիր էր ամեն դեպքում։ Ինչի շատ տարածված։ Բայց հետո գալիս էր։ Հեռախոսում էի, բան չէ իհարկե։ Okay, հասկացա։ Այն ժամանակ մանկություն կար, այն ժամանակ դրսում էր կյանքը անցնում ոչ թե տանը։ Ինչ եք ժառանգել ծնողներից բնավորությամբ, ոչ թե արտաքին տեսքով։ Ինձ թվում է բարություն, մեկ էլ վստահություն։ Ինչ եք ամենաշատը թաքցնում մարդկանցից։ Ինձ։ Որն է այն հարցը, որը կուզեիք մարդիկ ձեզ ավելի հաճախ տան։ Իրական տենց ինչ-որ մի բան չկա, որ ես մեկ այլ մարդուց կուզեմ դեպի ինձ։ Ավելի շատ եթե ինչ-որ մի բան եմ մտածում եմ թեկուզ հարցի դեպքում, թե ես ինչ կտայի։ Ինչ կարծիք ունեն մարդիկ ձեր մասին, որն իրականությանը չի համապատասխանում։ Այդ նույն շարքից է այն անցած հարցի, իրականում դա էլ չգիտեմ, տեղյակ չեմ, այսինքն չեմ մտածել դրա հետ կապված ինչ-որ մի բան, որ ինչ են մտածում իմ մասին։ Չգիտեմ, երևի ամեն մեկ մի բան մտածում։ Առօրյա կյանքում խաղում եք։ Ֆուտբոլ եմ խաղում։ Տենիս եմ խաղում, ծայրամի։ Շախմատ եմ խաղում։ Սերն ավելի շատ ընտրություն է, թե զգացում։ Չէ, միանշանակ թե զգացում։ Որ ձախողումն է ձեզ ամենաշատը փոխել։ Ճիշտ ասած, էդ էլ չեմ կարող հիշեմ, ասեմ ինչի, որովհետև ես ինչ էլ որ եղել է գուցե ինչ որ մեկի համար դա ձախողում է, իմ համար ձախողում չէ, դա ինչ որ կյանքի էտապ եղել, որից ես ինչ որ մի բան եմ վերցրել, շարունակել եմ։ Դա այսինքն ես չեմ նայում որպես ձախողում, այլ դրա համար չի տպավորված որպես ձախողում։ Այդ հարցը նայում չկա ձախողում։ Որ որոշումն եք կայացրել, չնայած բոլորի հակառակ կարծիքին։ Ընդունելության ժամանակ թատերական Երևանի թատրոն եւ կինոյի պետական ինստիտուտ ես էտյուդ ունեի, երկու էտյուդ ունեի, որը պետք է ներկայացնեի, մեկը ասենք մի քիչ ավելի հանգիստ էտյուդ էր, ավելի հանդարտ այսպես ասած, ինչ որ մարտահրավերն չէր պարունակում իրենից, մյուսը ավելի վտանգավոր էր այն առումով, որ կամ կտապալվեր կամ հաջողություն կունենար, ու ես բոլորինի հակառակ ընտրեցի երկրորդ էտյուդը, որի վերնագիրը Փսլինքի սիմֆոնիա էր, ու ես դա արեցի, բոլորինի հակառակ վտանգելով, որ կարող տապալվի։ Չտապալվեց։ Չէ, հաջողություն։ Անտես։ Ում կարծիքն է ձեզ համար իրականում կարևոր։ Մի քանի հոգի տենց մարդիկ կան կյանքում, բայց ոչ մեկին չեմ ասում։ Իրանք շատ կարևոր է։ Ու շատ կարևոր է իրենց կարծիքը իմ համար։ Ինչն է ձեզ ամենաշատը զայրացնում մարդկանց մեջ։ Երևի անտարբերությունը, բայց նենց չի որ զայրացնում, ուղղակի երևի այդ միակ բանն է, որը չեմ հասկանում։ Երբ եք վերջին անգամ դաց եղել եւ ինչու։ Դա չեմ հիշում։ Չոր մարդ եմ էլի, շատ վաղուց եմ դաց։ Չէ, լաց եղել եմ, բայց իրոք չեմ հիշում, տենց հստակ թե իհարկե չեմ կարող ասեմ։ Ինչի, ես տենց ինչ որ մեծ բաներից չեմ լացում, տենց կարող ինքը փոքր բան լինի, բայց իմ համար մեծ բան լինի, կարող լինի գիտակցումից, որ ես շատ ժամանակ առաջ գիտեի, որ հիմա ես նստած եմ լինելու ու հիշելու եմ, որ շատ ժամանակ առաջ ես գիտեի։ Երբ հասկացաք, որ թատրոնը ձերն է։ Կարծում եմ ոչ թե թատրոնն իմը, ես եմ թատրոնինը ու միշտ դու ես լինում, որովհետև թատրոնը եւ չեմ վախենա ասեմ նույնիսկ ֆիլմը պահանջում է, որ դու տրվես ու լինես այնտեղ, այսինքն դու պետք է լինես այնտեղ ու լինես իրենը։ Բեմ դուրս գալուց մի քանի րոպե առաջ ինչ է կատարվում ձեր ներսում։ Ճիշտ ասած ոչ մի բան, ում հանդիպել եմ ու խաղացել ենք, խաղանքեր ա եղել, բոլորի մոտ զգում եմ, որ լարվածություն կա, իմ մոտ չկա, ընդհանրապես, նույնիսկ չգիտեմ ինչի չկա, իմ մոտ ավելի շատ, հիմա ասեմ ինչ է, անհամբերություն, բայց շատ չէ, որովհետև այդ շատն էլ պետք չի, շատ նորմալ անհամբերություն, որ ես հիմա պետք է հաջող ստանամ։ Որն է այն հատկությունը, առանց որի լավ դերասան լինել հնարավոր չէ։
Այդտեղ շատ կա իրականում, բայց ես կառուցնացնեմ երևի երկուսը, առաջինը մտածել կարողանալու կարողությունը, հատկություն չէ, կարողություն ավելի շատ, եւ երևակայություն։ Ինչն է ձեզ ամենաշատը վախեցնում թե բեմում, թե կյանքում։ Կեղծել ու չասել այն ինչը որ ուզում ես իրոք ասես։ Մեկ բաց է հայտում ձեր մասին։ Ես ալկոհոլ չեմ օգտագործում ընդհանրապես։ Մեկ տարօրինակ փաստ ձեր մասին։ Ես ալկոհոլ չեմ օգտագործում։ Մեկ զվարճալի փաստ ձեր մասին։ Զվարճալի ես շատ եմ սիրում փրշտել։ Ժամադրության ձեր սիրելի տեսակը։ Իրականում շատ սիրելի է իմ ամենայն ժամադրությունները, որոնք հենց քո համար անակնկալ է լինում, այսինքն պլանավորված չեն, յուրաքանչյուր բան, որը ոչ պլանավորված է։ Ամենասիրելի վայրը Երևանում։ Մեր բակը։ Ինչ նոր հմտություն կուզեիք ունենալ։ Երևի կուզեի երաժշտական գործիքի տիրապետ էի։ Որին։ Դաշտում։ Ինչ եք միշտ ուզել անել, բայց վախեցել եք։ Ես իրականում չեմ վախենում։ Ու տենց բան չկա, որ ինչ-որ մի բան ուզել եմ ու վախեցել եմ։ Որ կարծրատիպը կուզեիք կոտրել կանանց ու տղամարդկանց մասին առանձին։ Այդքան մեծ բան չեմ վերցնի վրա, որ ինչ-որ կարծրատիպեր կոտրեմ։ Ես դա իրականում փորձում եմ անեմ այն ամենով, ինչով որ զբաղվում եմ, բայց ինքը ավելի նուրբ է, էլի այն ինչ որ այնտեղից փոխանցվում է։ Դրա համար հիմա sense խոսքով չեմ կարող ինչ-որ կարծրատիպեր կոտրեմ։ Ինչի մասին եք ամենաշատը սիրում գրել։ Մարդկանց։ Ինչի մասին չեք սիրում գրել։ Բայց ստիպված գրում եք, չէ՞։ Տենց բան չկա, եթե ստիպված ես գրում ավելի լավ մի կողմ թող գնա ուրիշ բանով զբաղվիր։ Ինչի մասին երբեք չէիք ուզի գրել։ Տենց բանը չկա իրականում, որովհետև դու չես մտածում թե ինչ գրես, այլ անես այն ինչը որ պետք է անես։ Գրել թե խաղալ։ Գրել։ Մի նախադասություն, որը կուզեիր, որ մարդիկ քո մասին իմանային։ Իմ մասին չի ուզում իմանալ։ Ինչքան որովհետև մարդիկ իմանում են մարդու մասին, այնքան ավելի ինձ թվում է բարդ է դառնում ապրել։